Բարև ձեզ։ Հայաստանը թևակողել է նախընտրական քարոզչության ամենավճռական փուլը։ Բազմիցս ասում ենք, որ այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն, սա յուրահատուկ հանրաքվե է, որ վերաբերում է ոչ միայն մեր ներքին կյանքի կազմակերպմանը, այլև երկրի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը եւ արտաքին քաղաքական ուղղությանը։ Այսօր լսելու ենք հանուն հանրապետության կուսակցության առաջնորդներին, ովքեր հանդես են գալիս երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության եւ արևմտամետության դիրքերից։ Եթե փորձեմ պատկերավոր ասել, ապա նրանք վստահ են, որ հայկական ժողովրդավարության նավարկությունը պետք է խարիսկ գցի քաղաքակիրթ աշխարհի ափերին։ Սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, կանխատեսումները եւ գնահատականները։ Զրուցակիցներս հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան եւ նույն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյան։ Բարև ձեզ, պարոնայք։ Շատ բարև ձեզ։ Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ այս ընտրությունները սովորական քաղաքական մրցակցություն չեն, այլ յուրահատուկ հանրաքվե են, որ վերաբերում են ոչ միայն մեր ներքին կյանքի կազմակերպմանը, այլև ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը եւ արտաքին քաղաքական ուղղությանը։ Համեցեք։ Ամենևին չափազանցություն չկա դրանում, բայց կարծում եմ մենք նախ պետք է ֆիքսենք բուն հիվանդությունը եւ ախտորոշենք նախ թե ինչի հետ գործ ունենք։ Ըստ էության մենք միակն ենք 18 քաղաքական ուժերից, որը ոչ թե իշխանափոխության նպատակով է մասնակցում այս ընտրություններին, այլ ընդդիմափոխության, եւ մենք ամեն օր ավելի համոզվում ենք, որ այս ուղերձը ավելի հասանելի եւ ավելի ընկալելի է դառնում մեր հանրության լայն շրջանակների կողմից, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ ունեն իշխանություն մեծամասնության նկատմամբ, այսինքն մեծամասնությունը ունի ժողովրդի մանդատ, ընդդիմությունը ըստ էության այս պահին որևէ աղերս եւ աղբյուր չի, ժողովրդի իշխանությունը չի տարածվում ընդդիմության վրա, այսինքն ընդդիմությունը չունի ժողովրդի մանդատը։ Եվ մեր նպատակն է այս ընտրություններով ժողովրդին վերադարձնել ընդդիմությունը, որովհետեւ ընդդիմությունը այս պահին մի աղբյուր ունի, այդ աղբյուրը Պուտինն է, եւ մեր նպատակն է Պուտինին եւ իր նպատակները եւ այդ նպատակները իրագործելու համար Հայաստան գործողված մակաբույծները, իր անմիջական կլիենտները Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց ձագերը, որտեղ դրանք ձագերել են հիմա արդեն ուրեմն առաջ բերել, դրանք պիտի պարտության մատնվեն, որովհետեւ մենք կարծում ենք, որ նույնքան կարևոր է որ գործող իշխանությունը լինի ինքնիշխան, բայց ոչ պակաս կարևոր է որպեսզի ընդդիմությունը եւս լինի ինքնիշխան։ Ես ճիշտ հասկացա, մենք հիմա տեսնում ենք, որ ընդդիմությունը իր ամբողջ նարատիվները եւ իր ամբողջ քարոզչությունը իրականացնում է դրսից թելադրված ուրեմն թեզերով։ Պուտինը երեկոյան ինչ որ բան ասում, դա դառնում է ուղեցույց Երևանում այս բոլոր ուրեմն մակաբույծների եւ իրենց ձագերի համար։ Եվ եթերը ողողում են ուրեմն Պուտինի նարատիվները կրկնապատկելու եւ եռապատկելու համար կամ արդարացնելու համար։ Ես ճիշտ հասկացա, որ ձեր մրցակիցը ոչ թե գործող իշխանությունն է, այլ գործող ընդդիմությունն է, եւ դուք այդ ուղերձն եք փոխանցում եք նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես է հանրությունը ընկալում ձեր այդ ուղերձը, ձեր կարգախոսը, ձեր ձայնը խորհրդարանում։ Համեցեք։ Այո, մեր ձայնը խորհրդարանում անհրաժեշտ է։ Մենք հենց այդ կարգախոսով ենք հանդես գալիս, որտեղ գտնում ենք, որ այո, որովհետեւ 21 թվականի ձայնը խորհրդարանում ուղղակի այս պահին, որովհետեւ ես վստահ եմ, որ քաղաքացիական պայմանագիրը դրա համար մանդատ չէր ստացել, որ 5 տարի լրիվ ցածր սոցիալական պատասխանատվությամբ խմբերի հետ մտնի ինչ-որ լեզվակռիվների մեջ, ընդ որում լեզվակռիվ, որից չի ծագում ոչ մի չոր մնացորդ եւ կորցվում է ժամանակ, աշխատանք չի լինում ընդունված քաղաքական որոշումների որակի, ընդունվող օրենքների որակի վրա, ինչի համար, որովհետեւ ընդդիմություն կոչվածը զավթված է Պուտինի կողմից եւ աշխատում է Պուտինի օրակարգով
որպես թոք գծված է իշխանության վզին, որպեսզի իշխանությունը որևէ շարժում չկարողանա անել, ոչ աջ, ոչ ձախ, ոչ առաջ, ոչ հետ։ Հետևաբար մենք տեսնում ենք սպառնալիք այս իրավիճակում եւ այս սպառնալիքը կոչում ենք իր անունով։ Այո, ժողովուրդը մանդատ է տվել խորհրդարանում աշխատելու եւ տալու քաղաքացուն որակյալ քաղաքական որոշումներ, որակյալ օրենքներ։ Մենք ցավոք սրտի չունենք ոչ մեկը, ոչ մյուսը եւ դա խոստովանում է նաեւ քաղաքական մեծամասնությունը։ Խոսելով մրցակից մեզ մրցակից են բոլորը, դա քաղաքական տրամաբանություն է։ Սակայն մենք ունենք առաջնահերթություններ, որն էլ բարձրաձայնում ենք։ Այո, մենք հանձնառություն ենք ստանձնում լինելու քաղաքացու ձայնը խորհրդարանում եւ ընդդիմությունը դնել ժողովրդի իշխանության ներքո։ Այնինչ այսօր չկա։ Իշխանության հարցը այդպես լուծվեց 2018-ին, բայց ընդդիմությունը, չգիտեմ ինչու, նորմալ համարվեց, որ կարելի է նվիրել Պուտինին, օրինակ։ Կամ ընդդիմությունը կարելի է դարձնել, ինչպես ժողովուրդն է ասում, շամփայ, եւ ով ինչ ուզի, ոնց ուզի անի ու որ պետության վրա քար են գցում, ընդ որում օրինական ձևով դա համարվում է, չգիտես ինչու նորմալ, ոչ դա աննորմալ է եւ մենք գալիս ենք այդ աննորմալությունը վերացնելու։ Արդեն տևական ժամանակ նախընտրական քարոզարշավը ընթանում է, դուք եւ նախընտրական ձեր քարոզությունն եք տանում եւ բնականաբար հետեւում եք այլ ուժերի, այդ թվում ձեր նշած ուժերի քարոզարշավին, ինչ տպավորություն ունեք արդյոք ձեր ունեցած ռեսուրսները, ես նկատում եմ եւ հանրային վստահություն, եւ ֆինանսական ռեսուրսներ, եւ այլ ռեսուրսներ բավարար են ձեր ասած ընդդիմափոխությունը կազմակերպելու եւ հաջողությամբ։ Մենք մեր ձեռքի տակ հասանելի օրինական բոլոր միջոցները օգտագործում ենք, որպեսզի մեր ուղերձները հասանելի դարձնենք հանրությանը։ Այդ իմաստով մենք որևէ կաշկանդվածություն չունենք, թող կաշկանդվեն նրանք, ովքեր որ դրսից միլիարդներ են բերում եւ ուզում են ընտրակաշառքներով, ըստ էության սահմանադրական կարգի վրա հարձակում գործելով ուրեմն զավթեն կրկին իշխանությունը, որովհետև կարող ենք հստակ արձանագրել, որ 20 թվականին մեր երկիր պատերազմ բերած Պուտինը նպատակ էր դրել ի վերջո նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջ իմաստը Հայաստանում իշխանությունը վերստին վերստանձնելն էր այս մակաբույծների միջոցով 21 թվականի ընտրությունները դրա մասին էին, Սրանք ուզում էին իշխանությունը վերցնեին, չկարողացան իշխանությունը վերցնել, վերցրին ընդդիմությունը։ Հիմա վերստին փորձ են անում իշխանությունը վերցնել եւ կրկին ապօրինի, կեղծ եւ սահմանադրության կարգին դեմ գնալով։ Տեսեք 98 թվականին մի մակաբույծ մարդակեր կեղծ տեղեկանքով եկավ դարձավ Հայաստանի նախագահ։ Եվ հիմք դրեց կրիմինալ բռնապետության։ Այս մյուսն էլ եկել է հիմա սահմանադրությունը խախտելով, ինքնահռչակվել է որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ Եվ Պուտինն էլ ասում է ինքը իմ մարդն է։ Հիմա սրա նկատմամբ ժողովուրդը պիտի վերաբերմունք ունենա, թե ոչ։ Այս պարզ մի բացատրություն ունի, իրենք Հայաստանը պետություն չեն ճանաչում։ Եվ մենք մեր ժողովուրդը այս մակաբույծներին հունիսի 7-ին պիտի ցույց տա, որ մենք պետություն ենք։ Այլ տարբերակ ուղղակի չենք պատկերացնում։ Եվ մենք այո, ծանր բեռ ենք վերցրել։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մենք շատ ավելի լուրջ հայտ ենք ներկայացրել, որտեղ առաջին անգամ ըստ էության քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին առանց իշխանափոխության ուրեմն նպատակի, այդպես ընդհանրապես հռչակված, բայց մենք տեսնում ենք, որ պետության, քաղաքական մեր կյանքի լրջագույն սպառնալիքը այսօր իշխանությունը չի, որտեղ իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը, ընդդիմությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, եւ վերջին 5 տարիների այս ապիկարությունը, որ խորհրդարանում մենք տեսել ենք, դրա ուղղակի արտահայտությունն է եղել։ Դա ձեր գործը չի հեշտացնում, որովհետև եթե ասում եք 2021 թվականին Մոսկվան ցանկանում էր վերցնել իշխանությունը, չկարողացավ, վերցրեց ընդդիմությունը, գուցե հիմա էլ մինիմում պլանը դա է։
Եթե չկարողանան մաքսիմումը իրագործել, այո, մինիմումը գուցեև դա է, եւ դա նշանակում է եւս 5 տարվա մղձավանջ։ Եվ այդ իմաստով մենք թույլ չենք տալիս, որ ժողովուրդը, որտեղ 21 թվականին չհասկացավ ժողովուրդը, թե ինչ արեցին իր գլխին։ Հիմա ուզում ենք, որ եւ մենք տեսնում ենք, որ ընկալում կա, մարդիկ ընդառաջ են գալիս եւ ասում են մենք ձեր նման ընդդիմություն ենք ուզում խորհրդարանում, այլևս այս պարազիտներին չենք ուզում։ Եվ սա շատ կարևոր հասուն այլևս մտածողություն է, որը մենք ուզում ենք, որ հունիսի 7-ին շատ ուղղակի քվեի տեսք ստանա։ Սա իհարկե այդտեղ շատ ֆունդամենտալ բան եք ասում։ Պատահական չի, որ իրենք մաքսիմում իրենց նպատակը դրել են իշխանություն վերցնել, բայց նվազագույնը ընդդիմություն վերցնելով հետընտրական process-ներ են մտում։ Այո, քննարկում, ասում են զատուլինը, այն, չգիտեմ, դրանց մյուս բաները, շարավիղները չենք ճանաչելու Հայաստանի ընտրությունների արդյունքները, այսինքն հանձնարարում են գնալ հետընտրական process-ների։ Ու դրա համար կարևոր է, որ մենք լինենք այնտեղ, որպես ընդդիմություն, որտեղ մեր պետությունն է, որտեղ իրենք ուզում են մեր պետությանը մենակ բռնացնեն եւ գնդակահարեն այնպես, ինչպես գնդակահարել են մարտի 1-ին։ Իրենք մեր պետությունն են գնդակահարել մարտի 1-ին։ Եվ իրենք որևէ դժվարություն չունեն կրկին գնդակահարել ու մեր երկիր մարտի 1 բերել, հոկտեմբեր 27 բերել ու նորանոր պատերազմներ բերել։ Եվ այն ինչ որ դուք ձեր ներածական խոսքում էիք նշում, այո, սա ընտրությունա պատերազմի եւ խաղաղության միջև, պատերազմի եւ անվտանգության միջև։ Ու պատերազմն ու խաղաղությունը չեն կարող կախված լինել մի անձից, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Մենք այստեղ ենք, որպեսզի այս գործընթացները դնենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա եւ անշրջելիության երաշխիքներ ստեղծենք։ Այո, սա նաեւ ընտրություն է ազատության եւ ռուսական ճորտատիրության միջև։ Եվ հատկապես դուք շատ եք խոսում ռուսական, հիմա ասացիք ռուսական ճորտատիրություն, ես ասեմ անընդհատ խոսում եք ռուսական ազդեցությունից, ռուսական կախվածություններից ազատագրվելու անհրաժեշտության մասին։ Անտիմադիր դիրքերում լինելով հեշտ է խոսել այդ ազդեցություններից, կախվածություններից ազատագրվելու մասին, բայց արդյոք դա հնարավոր է անել առանց ցնցումների, ինչ երաշխիքներ կան, որ դրանք կլինեն առանց ցնցումների կամ հնարավորինս փոքր ցնցումներով։ Եկեք հասկանանք, Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է դուրս գալ այդ ազդեցությունից։ Երկրորդը, ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի ցնցի մեզ։ Հիմա, որպեսզի մենք դուրս չգանք։ Այո, որպեսզի մենք դուրս չգանք, պարզ է, չէ։ Տեսեք, երեք էր Փաշինյանն ասում էր, երբ ես հարց բարձրացրեցի, մենք չէ որ ձեր դեմ ոչինչ չենք անում։ Եվրամիության հետ մեր արած մի որևէ քայլ մի հատ օրինակ բերեք, որը ձեր դեմ ասում, նրանք լռեցին։ Բայց իհարկե լռելու են։ Նրանք չունեն ասելիք եւ չեն ունենալու ասելիք։ Որտեւ իրենց բուն ասելիքը անելիք ունեն, նրանք ասում են, կապ չունի։ Դու չպետք է անես դա։ Որովհետև չպիտի լինի հայկական պետականությունը։ Ես եմ որոշում, դու ինչ ես անելու, ինչ չես անելու, դու սոված ես թե քո քունն է տանում, դա ես եմ որոշում։ Դու ես որ պետություն ունենաս։ Դու իմ ժամանակավորապես կորցրած տարածքն ես։ Իսկ հունիսի 7-ը ինձ համար հարմար օր է, դա հետ բերելու համար կամ ստեղծել պլացդարմ, ինչպես 21-ին, եւս 5 տարի հետո, ինչպես պարոն Բաբաջանյանն է ասում, մղձավանջից հետո մի հատ էլ կենաց մահու պայքար եւ մենք կգանք ձեր մոտ հյուր եւ դուք կասեք այս ընտրությունն էլի ճակատագրական է։ Մենք էլ չենք ուզում ճակատագրական ընտրություն, մենք ուզում ենք ընտրություն լավի եւ լավագույնի մեջ, որովհետեւ մենք ունենանք քննարկման հարց չի, չէ՞ որ Հայաստանը պիտի լինի տնտեսապես զարգացած, տեխնոլոգիապես զարգացած, արդյունաբերական իմաստով զարգացած, բարձր արժեք ստեղծող, բարձր աշխատավարձով, գնողունակ քաղաքացիներով երկիր։ Դա հնարավոր է դրան հասնել, օրինակ, դրան հնարավոր է հասնել օրինակ ԵԱՏՄ։ Պարոն Փաշինյանն էր ասում, մի հատ օրինակ բերեք, որը երկիր, որը Ռուսաստանի հետ չգիտեմ ինչ սերտ ինտեգրացիոն բաների եւ տնտեսապես զարգացած է, տեխնոլոգիապես զարգացած է։ Հյուսիսային Կորեյան թե Բելարուսը։ Իդեր չէ, եթե մենք խոսում ենք, ինչու ենք մենք արտաքին քաղաքական այս հիմնարար փոփոխություն են բերում եւ ասում, որ սա այլ ընտրանք չունի։
որովհետև համոզված ենք, որ Հայաստանը միայն տնտեսական զարգացման թռիչքաձև աճ կարող է ապահովել իր արևմտյան գործընկերների եւ դաշնակիցների հետ, որպեսզի կարողանա իր պաշտպանության համար, իր անվտանգության համար վճարել։ Ձեր ասածը վերաբերում է միայն տնտեսությանը, թե նաեւ անվտանգությանը, եւ ես ուզում եմ իմանալ, երբ որ հանդիպումները ամեն ինչ մեր ասածը վերաբերում է քաղաքականությանը, դրանից ածանցվում է եւ անվտանգությունը, եւ տնտեսությունը, եւ տեխնոլոգիան, եւ էներգետիկ կախվածությունը, եւ գազը, եւ մեր քաղաքական պրակտիկաները, որովհետեւ ֆաշիստական Ռուսաստանի հետ դաշնակիցը չի կարող լինել ժողովրդավարական երկիր։ Լավ, ես պիտի առաջարկեմ հիմա այդ դեպքում ձեր մոտեցումները մոտավոր ներկայացնեք եւ տնտեսության զարգացման, ինչպես եք պատկերացնում, արդյոք դրանք ինչ որ չափով համահունչ են կամ տարբեր են իշխանության ունեցած մոտեցումներից եւ անվտանգության հարցում։ Ասենք խոսում եք դուք նոր անվտանգային ճարտարապետության մասին, գուցե մի փոքր առաջ կայացնելու կարիք կա, դուք դա ինչպես եք տեսնում երկկողմ հարաբերություններով, ՆԱՏՕ-ի հետ գործակցությամբ, Եվրամիության անդամակցելով եւ այլն։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Իշեստեմ սա Ազատ Զրույց Նյուզի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ նույն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մենք հասանք ծեր ծրագրային դրույթներին, ամենակարևորները, որոնք վերաբերում են եւ տնտեսության զարգացմանը եւ երկրի անվտանգությանը։ Համեցեք։ Գանք իհարկե անվտանգությունից, Հայաստանում այն պատկերացումը անվտանգության մասին, որը ձևավորվել էր անկախության մեր դարաշրջանի հենց սկզբից, փաստորեն պարզ դարձավ, որ այն սին է եւ գտնվում է փլատակների մեջ։ Այո, մեր խնդիրն այդ փլատակներից մաքրել տարածքը, այսպես պատկերավոր ասած, եւ կառուցել նոր անվտանգային համակարգ։ Այն պետք է հիմնված լինի մեր համախոհ դաշնակից երկրների հետ երկկողմ հարաբերություններով։ Հայաստանը պետք է մասնակցի Եվրամիության շրջանակներում նոր պաշտպանական եւ անվտանգային այդ ալյանսի ձևավորման շուրջ երկխոսությունների, դառնա դրա ակտիվ մասնակիցը եւ ունենա ոչ պակաս քան 5% ՀՆԱ-ից 5% ռազմական ծախսեր եւ Հայաստանն այո պետք է սերտացնի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանի իշխանությունները այս հարցերը համարում են շատ կարևոր եւ մասամբ իրականացնում են մեր խնդիրն։ Մենք բանավեճ ունենք իշխանության հետ այս ամենի որակի, խորության եւ տեմպերի։ Ես սպասում եի դրան, որովհետեւ անընդհատ ձեր հետ հարցազրույցներում դուք իշխանության ասում եք այս բաներն անում են, բայց դանդաղ են անում, անհետևողական։ Հիմա երբ որ փորձագետը խոսում է այդ մասին, հասկանալի է, կողմից քաղաքական գործիչ նրա մեջ չի։ Մենք միայն ոչ միայն իշխանությունից աշխատանքներ ենք սպասում այս ուղղությամբ, նաև ինքներս նախաձեռնում ենք ստորագրահավաք ենք անցկացրել եւ Եվրաքվեի այդ հայտնի ստորագրահավաքի արդյունքում ընդունվել է օրենք Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Օրենքը պիտի աշխատի, եթե օրենքը չի աշխատում, այդ պետություն չի։ Օրենքը ընդունվել է եւ մենք պիտի դրան հետամուտ լինենք։ Հայաստանը պիտի դրան անմիջապես դրանից հետո սկսեր գործընթաց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու եւ DCFTA-ի շուրջ բանակցություններ մեկնարկելու։ Այդ մասին մենք նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսեցինք, հանձնաժողովի նախագահը ասեց տրամաբանական շարունակությունը այս օրենքի։ Հենց դա պիտի դա չի եղել։ Հիմա մենք այդ հարցում անհամաձայն ենք։ Այսինքն մենք ձեռներս չենք ծալել նայել թե իշխանությունն ինչ անում, որպեսզի մենք արձանենք։ Մենք եղել ենք նախաձեռնողական եւ Միացյալ Նահանգների հետ աշխատանքներում։ Միացյալ Նահանգներ, Հայաստան ստրատեգիական գործընկերություն, այդ էներգետիկ հարցեր, տեխնոլոգիական համագործակցություն, ճանապարհների ապաշրջափակում։ Մենք անընդհատ այցելել ենք Միացյալ Նահանգների մայրաքաղաք, պաշտոնյաների հետ ենք խոսել, ուղղային կենտրոնների հետ ենք խոսել, մեծ ավանդ ունենք դրանում, բայց շատ ուրախ ենք, որ սա այս իշխանությունները կարողացել են անել։ Եվ շատ կարևոր է, մենք չենք առաջնորդվում կուսակցական էգոիզմով, պարոն Կիրակոսյան, եւ համարում ենք այն ինչ մենք անում ենք, դա պետությանն է պատկանում եւ դրա շահառուները մեր առանց բացառության բոլոր քաղաքացիներն են։ Նույնիսկ նրանք, ովքեր մեզ հետ համաձայն չեն։
այս իմաստով իհարկե անվտանգություն ասելով մենք շատ ավելի լայն շրջանակ հարցերի ունենք մեր դիտակետում, կրթություն, առողջապահություն, առհասարակ արդյունաբերություն, տնտեսության ճյուղեր եւ այս իմաստով մենք մեր պետության զարգացման հունը ուրեմն փոխելու կողմնակից ենք, որպեսզի որակապես կարողանանք նաև սպասարկել անվտանգության այն մարտահրավերները, այն սպառնալիքները, որոնք մեր պետության առաջ եւ տարածաշրջանային իմաստով եւ նաև ավելի գլոբալ գետնի վրա արկա են։ Մենք գտնում ենք, որ ուժեղ բանակ ուրեմն սպասարկելու համար, ունենալու համար պետք է ունենալ տնտեսություն, տնտեսական ահռելի կարողություններ։ Այդ կարողությունները մենք կարող ենք ստեղծել դաշնակցելով, գործակցելով արևմտյան մեր այն գործընկերների հետ, ովքեր մեզ հետ ունեն ընդհանուր արժեքներ, նպատակներ եւ շահեր։ Ռուսաստանի հետ մենք չունենք ոչ նպատակ ընդհանուր, ոչ շահ, ոչ արժեք։ Մեր զրույցի սկզբում ասացիք, թե ձեր հիմնական խնդիրը ընդդիմափոխությունն է, ընդդիմության փոփոխությունն է, ինչ վտանգներ կլինեն, եթե ընտրություններից հետո, այս ընտրություններից հետո չփոխվի ուժերի այն դասավորությունը, որ կա այսօր քաղաքական դաշտում եւ ազգային ժողովում։ Դա կնշանակի, որ Հայաստանի Հանրապետության պետականության թշնամիները հնարավորություն կունենան տորպեդահարել մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մինչև հիմա։ Խաղաղություն, գործընկերություն Միացյալ Նահանգների հետ եւ կապակցվածություն հարևանների հետ, եվրոինտեգրում, դիվերսիֆիկացիա, թե քաղաքական, թե անվտանգային, թե տնտեսական։ Այդ ամենը թիրախավորվելու է։ Թիրախավորվելու է ժողովրդավարությունը։ Թիրախավորվելու է օրենքի գերակայությունը։ Թիրախավորվելու են ռեֆորմները։ Այն ինչ մեզ կենսունակ պետություն ապահում եւ հնարավորություն է տալիս շարունակել ու խորացնել հարաբերությունները արևմտյան ուրեմն մեր գործընկերների հետ վերջին կարևորագույն փաստաթղթերը դա ստրատեգիական համագործակցության վերաբերյալ հուշագրերն էին Մեծ Բրիտանիայի հետ, Ֆրանսիայի հետ, Բուլղարիայի հետ եւ Խորվաթիայի։ Այսինքն շրջանակը հələ նայեք։ Այս ամենը նշանակելու է, եթե սրանք կարողացան նույնիսկ ընդդիմություն վերցնել, Հայաստանը դառնալու է ոչ պայմանագրունակ պետություն։ Այսինքն մեկը, որի հետ հնարավոր չի պայմանավորվել։ Այսինքն էլ ինչ պիտի աներ Ռուսաստանը, որ մենք հասկանայինք, որ մենք Ռուսաստանի հետ ճանապարհ չունենք անցնելու, եւ էլ ինչ պիտի անեին մեր արևմտյան գործընկերները, որ մենք հասկանայինք, որ մեր զարգացման միակ հնարավորությունը, մեր պետության հավերժության եւ հարատեվության միակ ճանապարհը ուրեմն Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն է եւ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը ծոցում ուրեմն լուրջ հարաբերություններ հաստատել ծոցի երկրների, իհարկե Հնդկաստանի հետ հարաբերություններ, նրանք ովքեր ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական ապագան, անկախությունը, ինքնիշխանությունը։ Մի բան, որ Ռուսաստանը քանիցս հաստատել ու վերահաստատել է, որ հաշտ չի մեր գոյության հետ։ Իրենք Հայաստանը եւ ինչպես նախկին խորհրդային ամբողջ տարածքը համարում են թյուրիմացություն։ Մեր խնդիրն է հունիսի 7-ին ասել թե ով է թյուրիմացություն։ Այս իրենց մակաբույծներով, որոնք իդեպ պիտի արդեն վաղուց պատասխանատվության ենթարկված լինեն։ Այդ դրա շուրջ էլ ունենք անհամաձայնություն իշխանության։ Մարտի 1-ի Ես նախորդ գումարման ազգային ժողովում չի եղել մի ազգային ժողովի նիստ, որ դրա մասին չխոսեն։ Իրենք այլ պատկերացում ունեին։ Ուզում էին, որ ոչ մի սվառվի, ոչ հում մնա։ Կոնսերվատիվ Արդյունքում մենք ունեցանք մի դատական համակարգ, որը այո, գուցե դրա նկատմամբ գործող մեծամասնությունը իշխանություն չունի, բայց գիտեք ով ունի իշխանություն։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, իրենց ջեբը դրած է այդ դատական համակարգը։ Ուրեմն կամ ժողովուրդը վերստին հետ կվերցնի այդ դատական համակարգը եւ սրանց գրպանից վերցնելով իրանց էլ ռատ կանի մեր քաղաքական միջավայրից, կամ մենք պետություն չենք լինի, որտեղ եթե չկա արդարություն եւ չկա արդարադատություն, չկա պետություն։ Իսկ այս մարդիկ իրենք եկել են, ասում են, ինչ կապ ունի սահմանադրությունը թույլ տալիս է թե չէ։ Ես հաջորդ վարչապետն եմ։ Սա պիտի ունենա վերաբերմունք եւ դուք եթե ասում եք, որ ուժերի նույն դասավորությունը վերստին չփոխվի,
Ես ուղղակի հնարավոր չեմ համարում, որտեղ դուք չեք պատկերացնում ժողովրդի տրամադրությունները, իրական տրամադրությունները։ Մեզ գալիս են մարդիկ ընդառաջ եւ մեր թեզերը վերադարձնում են մեզ, այսինքն ուղերձները հասել են։ Մենք պիտի սա խորացնենք եւ առաջիկա օրերին, շաբաթներին սա պիտի լինի հիմնական մեր ուրեմն ուղերձը, հորդորը հունիսի 7-ին Պուտինին ջախջախել պարտության Ինչ կլինի, եթե Պուտինին համար ձեռնտու արդյունքներ չլինեն այս ընտրությունների արդյունքում։ Երկու երկընտրանքի մասին կուզեմ շատ կարճ խոսել։ Մեզ ասում են որ Ռուսաստանի հետ չեք թշնամանալու։ Այո, վտանգավոր է Ռուսաստանի թշնամին լինելը։ Եվ մենք չենք ուզում թշնամի լինել Ռուսաստանի, բայց այնպես չի, որ միայն մենք ենք որոշում, մենք թշնամի լինում ենք թե չէ, կամ մենք ուզում ենք թե չենք ուզում, բայց Ռուսաստանի բարեկամ լինելը ել ավելի վտանգավոր է։ Ել ավելի վտանգավոր է։ Որն է ամենաքիչ վտանգավորը։ Այնուամենայնիվ պահել է։ Եվ երկրորդը։ Երկրորդը այն է, որ դուք ուզում եք դառնաք երկրորդ Ուկրաինա։ Որն է դրա երկընտրանքը։ Երկրորդ Բելարուսը։ Դե հիմա եկեք որոշենք, որն է կարևորը, որը անկարևորը, որն է գերադասելին, որը ոչ։ Եվ ցավոք սրտի սա երկընտրանք է, այնպես չի, որ կա երրորդ տարբերակ, իսկ մենք բան գիտենք, չենք ասում, այն ձենով օհանի նման թուրը պահել ենք, չենք տալիս։ Որտեղ Ռուսաստանի հարևաններից եւ ոչ մեկ Ռուսաստանին բարեկամ չի, կամ վասալա, կամ թշնամի։ Մենք վասալ ենք եղել։ Հիմա իրենք մեզ նշանակել են թշնամի։ Ինչա չենք ուզում այլևս։ Որտեղ չենք ուզում վասալ լինել։ Դա թակարդ է, թե լուծում կա։ Չէ, Կա լուծումը այլընտրանքներն են։ Լուծումը գործընկերության խորացումն է մեր մյուս գործընկերների հետ, արևմտյան գործընկերների հետ, որտեղ Ռուսաստանը ուզի կգա կհարմարվի, որպեսի տեղ ունենա այստեղ, բայց դրա համար Հայաստանը պիտի առաջին հերթին հարաբերությունները կարգավորի հարևանների հետ, որպեսի չկարգավորված հարաբերությունների վրա, այդ կոնֆլիկտի թեժացման վրա Ռուսաստանը ձեռքերը չտաքացնի եւ չպայմանավորվի Թուրքիայի հետ ամեն անգամ մեր կյանքերի եւ տարածքների հաշվին, ամեն անգամ նրանց կերած խնջույքների հաշիվը մենք չփակենք մեր տարածքների եւ Դա դուք ասում եք այն ժամանակ, երբ որ ընտրությունները կայացել են, արդյունքները հայտնի են, ուժերի դասավորությունը փոխվել է եւ Ռուսաստանը համակերպվում է, բայց մինչեւ համակերպվելը ինչ կլինի ընթացքում, ինչ կլինի դա նկատում եմ, եթե ընտրությունների արդյունքները ինչ կարողանա Ռուսաստանը կանի եւ անում է։ Ընդհանուր միջև ռազմաբազան գործարկել են, մցրել են Հայաստանի ներքաղաքական այս իրադարձությունների այո, ինչ որ մասնակից են դարձրել։ Ծնունդով այստեղից մեկին սարքել են ածեց ծիմաֆեյ ու կապել են մեր գլխին, որ գնա ագիտացիա արա, որ հարաբերս չի տեղավորում որևէ տրամաբանության մեջ։ Սա պիտի արձագանք գտնի եւ մենք տեսնում ենք, որ իշխանությունները մեծ մասամբ անարձագանք են թողնում վախերով պայմանավորված, հենց ձեր նշած պատճառներից ելնելով, բայց մենք այդ վախերը չունենք, մենք կաշկանդվածություն չունենք եւ մենք ուզում ենք որպես ընդդիմություն նաեւ շարունակել անկաշկանդ օգնել պետությանը այս հարցերը բարձրաձայնել, հարցեր, որոնք իշխանությունը երբեք չի կարող բարձրաձայնել, անուններ, որոնք իշխանությունը երբեք չի կարող տալ։ Տեսեք, իշխանությունը անդադ Պուտինին ինչ-որ բան է ասում, Լուկաշենկոյի անունն է տալիս։ Այդ պատահական չի, հասկանում ենք։ Մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը վերցնել։ Եվ գիտեք, այս մասնակից 18 ուժերից եւ ոչ մեկը այդ անունը չի տալիս, որտեղ ինչ որ թելերով եւ բիզնես կապերով, հա, ինքնասիրահարված կապված են նույն Պուտինի եւ նույն ռուսական շուկաների հետ։ Մենք այդ կաշկանդվածությունը չունենք, մենք բիզնես չունենք եւ մեր ընտրական այս արշավը չի ֆինանսավորվում մեր հայաստանյան բիզնեսներով, որոնք այսպես կամ այնպես կապված են ռուսական շուկայի հետ։ Կապված չենք։ Շատ լավ, մեր ժամանակն արդեն մոտենում է ավարտին, ինչ ուղերձ ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանրապես եւ այն քաղաքացիներին մասնավորապես, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնակցել, թե չմասնակցել, եթե մասնակցել ում ընտրել, ում չընտրել։ Տեր կանգնել պետությանը, տեր կանգնել սուվերենությանը, տեր կանգնել խաղաղությանը
տեր կանգնել իշխանությանը եւ տեր կանգնել ընդդիմությանը եւ անպայման քվեարկել, որովհետեւ ամենավատ մարդը դա անտարբեր մարդն է։ Միայն անտարբերության օրոք է, որ տեղի են ունենում թե դավաճանություններ, թե դավադրություններ, թե աղետներ։ Անտարբեր մարդ չպետք է լինի, գնացեք եւ ձեր մտքի քաղաքացիական պարտքը եւ սրտի ուզած ուժին քվեարկեք, բայց եղեք մասնակից այս քաղաքական process-ի։ Սա է մեր նպատակը պետությանը այս հսկայածավալ անելիքի մարտահրավերների սպառնալիքների առաջ մենակ չթողնելն է։ Գնալ, ինչպես ժողովուրդն է ասում, քյոմակ լինել, թևերը քշտել եւ օրնիբուն լծվել աշխատանքի, մեր պետությունը իրական շանս է ստացել պետություն լինելու, հզորանալու, զարգանալու, մենք այս պատուհանից չպիտի զրկվենք ինչ որ մակաբույծների, ինչ որ Լուկաշենկոյի հետ ախպերություն անողների, որոնք պատրաստ են պետությունը նույնիսկ մատաղանել իրենց խուժան կանյակների համար, իրենց բիզնեսի համար, իրենց բիզնեսը Ռուսաստաններում պահելու համար, իրենց թալանածը չվերադարձնելու համար։ Այս մարդկանց միավորումային չէ, թալանած հարստությունը, ունեցած բիզնեսները եւ իրենց ուրեմն անհասկանալի քրեական կապերը, հա, մեկի մարդասպան որդուն պահում են Բելարուսում ու մարդը այստեղ Բելարուսի այդ ոչրագործ մարդասպանի միջազգային հանցագործի գովքն է անում այս քարոզարշավի առիթը օգտագործելով։ Բայց գետինը չեք մտնում այ անբարոյականներ։ Սա է մեր ասելիքը։ Հունիսի 8-ի առավոտյան ձեր կանխատեսմամբ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու, սա էլ եւ ավարտենք։ Պուտինը արթնանալու է պարտության դառնությունը բերանի մեջ առավոտյան, իսկ հայ ժողովուրդն արթնանալու է հաղթած այն զգացումը, որ մեր պետությունը մի հսկայական քայլ է արել առաջ, ընդառաջ այն առաջիկա 100-ամյակի պայմանավորվածությունների իրականացման, որի հիմքերն արդեն դրված են եւ դեռ մեծ աշխատանք կա այդ ուղղությամբ եւ մենք էլ պատրաստ ենք այդ աշխատանքին մասնակցելու։ Ուրեմն այն ինչ Վոլտերի այն երյակ պատգամներ, հա, ձեզ վախացնողներին չհավատաք, չվախենաք եւ չխնդրեք իրենցից ոչինչ։ Ահա այսքան։ Ավելացնելու բան Այս բոլորը հանուն հանրապետության իգործ եւ դեպի հաղթանակ։ Շնորհակալ եմ զրույցի համար, ձեզ հաջողություն։ Այսպեսին էր մեր զրույցը հանուն հանրապետության կուսակցության առաջնորդների հետ, մարդկանց հետ, ովքեր կարծում են կամ համոզված են, որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է ոչ թե այլ մայրաքաղաքներում, այլ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամասերում եւ մեզանից յուրաքանչյուրի քվեն մեկ քարե Հայաստանի ինքնիշխանության պատի համար։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։